Իշխող ուժը համամիտ չէ ընդդիմության բերած հայտարարության նախագծի ոչ վերնագրի, ոչ բովանդակության հետ։ Ովքեր են մեր ազգի մեջ, ճգնաժամի մեջ, ավստրալահայերը, չգիտեմ, Մոգադիշոյի հայերը, որտեղ է ճգնաժամը, խնդրեմ նշեք, ինչ ազգային ճգնաժամի մասին եք դուք խոսում։ Սա վարչապետին անվստահություն հայտնելու բուն գործընթացը չէ, դրա համար հանրային կոնսոլիդացիա է պետք ու 54 պատգամավորի ստորագրություն, որը բավարար կլինի Փաշինյանին գահընկեց անելու համար։ Փաստաթուղթն ազգային ժողով կմուտքագրվի միայն երաշխավորված հաջողության դեպքում։ Այլ կերպ ասած, երբ օրինակ դուք Տիկին Դավոյան եւ եւս 17-18 ձեր գործընկերներ քաղաքացիական պայմանագրից միանան դրան։ Բոլորը համակարծիք են, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։ Եթե դուք ակնկալում եք, որ քաղաքացիական պայմանագրի խմբակցությունից որևէ մեկը միանալու է ձեր այդ գործընթացին եւ ինչ որ թուղթ է ստորագրելու եւ դուք ինձնից սկսեցիք այսպես ասած, դուք գիտեք, որ դա արդեն իսկ շատ ձախողված ծրագիր է։ Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության տեքստի մեջ կետ առ կետ ներկայացված են այն ձախողումները, որոնք ըստ պատիվ ունեմի աղետալի հետևանքների են հանգեցրել կապիտուլյացիայից մինչև տնտեսության անկում։ Պատգամավորներին առաջարկում են համախմբվել վարչապետին անվստահություն հայտնելու գաղափարի շուրջ, ձևավորել ազգային միասնության անցումային կառավարություն։ Մամիջանյանը իհարկե ասեց, այ դուք այն ժամանակ կմիանաք, երբ որ ժողովուրդը կգա եւ այլն եւ այլն։ Հա, պարոն Մամիջյան, մենք էլ ենք այդ ասում։ Այ երբ որ ժողովուրդը կգա, այն ժամանակ եկեք։ Ցանկացած ժամանակ կառավարության փոփոխությունը պատգամավորների լիազորությունն է, հստակեցնում է Արծվիկ Մինասյանը, ժողովրդին պետք չէ բերել պատասխանատվության դաշտ։ Վաղուց է հասունացել Նիկոլ Փաշինյանին պաշտոնազրկելու անհրաժեշտությունը։ Բոլոր հիմքերը կան, բոլոր։ Խնդիրը միայն նրա մեջ է, որ արդյոք այնուամենայնիվ մեծամասնությունը իր միջից կկարողանա այդ կամքը գտնել եւ իրականացնել այդ փոփոխությունը։ Ի թիվս այլ շեշտադրումների հայտարարության մեջ նշվում է, որ կառավարությունը ոչ միայն չի ապահովել երկրի ինքնիշխան տարածքի պաշտպանությունը, այլև պաշտոնական մակարդակով հրաժարվել է տարածքային վերահսկողությունը վերականգնելու հանձնառությունից, ինչը փաստացի լեգիտիմացնում է օկուպացիան։ Ես դպրոցում կարդացել եմ, որ Հայաստանի Հանրապետություն սուվերեն տարածքը 29 է։ Հայկ Մամիջանյանը չի սրտնեղում, երբ իրենց քաղաքական ուժին մեղադրում են իշխանափոխության նախորդ փորձերը ձախողելու համար։ Դա մեզ հանդիմանանք չի, դա մեզ գովեստ է։ Մենք խոստացել ենք անել ամեն ինչ Փաշինյանին հեռացնելու համար, մենք ամեն ինչ անում ենք։ Եվ ես վարկյան անգամ չեմ ամաչում փորձերի համար։ Ես ափսոսում եմ, որ դրանք իրենց հիմնական նպատակին չեն հասել։ Բավական երկար քննարկումից հետո հայտարարության տեքստը բացասական եզրակացություն ստացավ։ Կողմ քվեարկեցին միայն ընդդիմադիրները։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։